Ուշագրավ մանրամասներ փարաքարում սպանված Վալոդյանի գործով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ինչպես հայտնի է, փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին սպանեցին սեպտեմբերի 23-ին, ժամը 23:50-ի սահմաններում։ Օրն ու ժամը շատ նշանակալից էին։ Ինչ էր անում Վոլոդյա Գրիգորյանը նոր կառուցվող առանձնատանը կեսգիշերին 23:50-ի սահմաններում։ Ընտանիքի անդամները օրաթերթին դեպքի օրը պատմեցին, որ միայն օրվա վերջում էր նա հասցնում գնալ նոր տուն վերանորոգման աշխատանքներին հետևելու, և այդ օրը բացառություն չէր։ Հաճախ էր գնում կամ ամեն օր։ Սակայն համայնքում տարածված լուրերի համաձայն, Վալոդյա Գրիգորյանը սպասել է ժամը 12-ին, որպեսզի գնա եղբոր Պայքար Գրիգորյանի ծնունդը շնորհավորելու, բայց հնչել են դավադիր կրակոցներ, ու նա չի հասցրել գնալ տնային կալանքի տակ գտնվող եղբոր մոտ։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանը ՔՊԱ-կան Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին էր, սպանվել էր հենց իր ծննդյան օրը, և հիմա համայնքում խոսում են, թե մարդասպանը Վալոդյա Գրիգորյանին սպանելու համար պատահական օր չի ընտրել, այլ հարազատ եղբոր ծննդյան գիշերը։ Անձնական վրեժխնդրություն, թե պատահականություն։ Նշենք, որ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը սպանված Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկն է ու գտնվում է տնային կալանքի տակ։ Ժողովուրդ օրաթերթը փարաքար խոշորացված համայնքում նկատեց և նկարահանեց, որ Մերձավանում 7 ամիս առաջ սպանված ՔՊԱ-կան Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու Գրիգոր Օհանյանի տունը իրավապահները վերահսկում են։ Հատկապես նշանակետում պետք է լինի Գրիգորի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը։ Իսկ ինչ վերաբերվում է Վալոդյա Գրիգորյանին ուղղված կրակոցներից վիրավորում ստացած Արծրուն Գալստյանին, ապա նրա եղբոր տղաները՝ Արթուր Գալստյանը, Մարսպետ Գալստյանն ու Սևակ Գալստյանը ևս 7 ամիս առաջ Մերձավանում հնչած կրակոցների գործով մեղադրյալի աթոռին են։ Համայնքում լուրեր են պտտվում, որ Գրիգորյանի և ոստիկանի սպանության գործով արդեն իրավապահների տեսադաշտում կասկածյալներ կան, բայց փաստ է, որ իրավապահները մինչ օրս սպանության կատարողին չեն հայտնաբերել, փնտրում են ու փնտրում։